Նորաստեղծ առաքելություն կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքասյանը կոչ է անում մասնակցել ընտրություններին եւ բոլորին դեմ քվեարկել։ People Matter մամուլի ակումբում նա նկատեց, որ դա ամենամեծ գնահատականը կլինի իշխանությանը, քանի որ վատի եւ վատարագույնի միջև ընտրություն կատարելը լավագույն լուծումը չէ։ Ինչպես նա նշեց, հենց ստեղծված իրավիճակն է թելադրում ստեղծել նոր կուսակցություն։ Այս քաղաքական դաշտում, որ այլևս նախագահական ընտրություններն անգամ արդեն վեր են ածվել, նա չգիտես թե ինչի, այդ պարագայում մարդկանց կշտամբել թե ինչ եք նոր կուսակցություն ստեղծում։ Այո, հենց այս ժամանակն է թելադրում, որ ստեղծես կուսակցություն, որովհետև լիքը կուսակցություն կա, որ անունով կա, բայց բովանդակությամբ գոյություն չունի։ Քաղաքականության մեջ հաջողության հասնելու ամենադասական եւ նորմալ եւ առավելագույն լեգիտիմ ուղին գաղափարախոսության տարածման միջոցով սեփական կողմնակիցների քանակության արդյունքում հասնել իշխանության։ Հիմքում լինելով ազատական կուսակցություն, հաշվի առնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական աղետալի ու խայտառակ վիճակը, լիովին նպատակահարմար եւ անհրաժեշտ ենք համարում շատ կոնկրետ ոլորտներում պետության ընդգծված, այսպես ասենք, դայակությունը։ Դա կլինի ծնելիության խթանում, կլինի երիտասարդ ընտանիքներին աջակցություն, կլինի սահմանամերձ գոտիներում ձեռներեցությանը նպաստելու հարկային ընդգծված քաղաքականություն։ Մեկ այլ նորաստեղծ Նոր Հայաստան կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն էլ նկատեց, որ հիմնական քաղաքական ուժերը հրաժարվեցին մասնակցել ընտրություններին, ինչի արդյունքում գնում են դեպի քաղաքական արխիվ, եւ այս պարագայում պետք է ի հայտ գային նոր ուժեր։ Բաբկեն Հարությունյանի խոսքով, չմասնակցելով ընտրություններին, այս ուժերը կանաչ լույս են վառում իշխանության համար, սակայն վերջինս եւս կոչ է անում մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն ձայնը տալ թեկնածուներից մեկին։ Երեք քաղաքական ուժերը իրենց դուրս դրեցին քաղաքական գործընթացներից։ Նման պարագայում քաղաքական դաշտը ուղղակի բացվեց։ Այս ուժերը գնում են քաղաքական արխիվ։ Թող կոպիտ չհնչի, բայց իրականում իրենք ընտրել են ինքնասպանության, քաղաքական ինքնասպանության ուղին։ Ու հիմա ընտրել են մի այլ մեթոդ, տակից սատարելու ուրեմն ուղին։ Սերժ Սարգսյանին տակից են սատարում, հասկանեք, այլ տարբերակ չկա։ Ինչպես? Երեք ուժերն էլ։ Անի Մարկոսյան, Արման Գրիգորյան, Սլաքեյ։